Բարի երեկո հարգելի ունգընտիրներ։ Ինչպես ամեն երկուշաբթի, այսօր դարձյալ ուղղակի հաղորդումով ժամադրված ենք ներկայացնելու վանացայինի շաբաթական հայտակիրներեն շողարցակը, որոնց մեջ են դուք պիտի տեղեկանաք Հայրենի Տեսփրկյան մշակութային իրադարձություններու մասին։ Մեր հայտակրին գրնակեդեվիլ վանացայինի կայքեչով voiceofvan.net, ինչպես նաև պտիչային հերացայինի Radio Voice of Van Live ձեռակիրով եւ Դիմադեդրի մերեչով։ Ցայնի հաղորդավար Մարինեն եւ ես դեզի կմաղթենք հաճելի ունկնդրություն։ Հարգելիներ, այսօր շողարցակ հայտակրին առաջին բաժնով մենք կհյուրընկալենք դաղանտավոր հյուրմա Հայրենի սոպրանո Հասմիկ Հարությունյանը, որուն անունը դարիներ շարունակ հնչած է Հայաստանի եւ միջազգային փեմերուն վրա։ Հասմիկ Հարությունյան արվեստագետը, որուն ցայնը եւ բեմական ներկայությունը իրար միացնելով կգազմեն քեղեցիկ ամբողջությունը։ Ուրախ ենք, որ սոպրանոն առաջին անգամ լալով կգտնվի Լիբանան եւ Վանացայն։ Այսօր այս առիթով մենք պիտի խոսենք իր այցելության մասին եւ ինչու՞ չէ նաեւ անոր երաժշտական ջամփուն, միջազգային բեմերու, փորձառություններուն եւ հայ երկի նկատմամբ ունեցած նվիրումին մասին։ Բարի եկած եք։ Ինչպես եք Հասմիկ։ Շատ լավ։ Ուրախ ենք, որ այստեղ եք։ Ես եւս։ Առաջին անգամն է կգտնվիք Լիբանան։ Ինչպես ստացաք հրավերը։ Եվ ինչպեսի սպասումներ եւ ապրումներ ունեցաք կալեն առաջ եւ կալեն յետ քրամվեցեք։ Նախ շատ ուրախ եմ գտնվելու ձեր հյուրընկալ տաղավարում, ողջունում եմ ձեզ։ Եվ իսկապես առաջին անգամ եմ Լիբանանում եւ 2 օր է դեռ այստեղ եմ, արդեն հասցրել եմ շատ սիրել Լիբանանը։ Գալով հրավերին, այստեղ եմ շատ տաղանդաշատ եւս մեկ անձի հրավերով, մեր սիրելի Անի Եփրեմյան Սարաֆյանի հրավերով, ում հետ պատիվ ունեցա Պարույր Սևակ 100-ամյակի միջոցառմանը բեմել, եւ որից հետո ծագեց ցանկությունը եւ առաջարկը միասին կազմակերպելու հետաքրքիր մի հայտագիր, որը շուտով տեղի կունենա, հիշեցնեմ մեր ունկնդիրներին։ Այո։ Հրամեցեք 26 նոյեմբեր 8:30 տեղի կունենա մեր հայտագիրը Տեր Մելքոնյան համերգասրահում, որին անհամբեր սպասում եմ եւ շատ ուրախ եմ, ինձ համար մեծ պատիվ է լինելու լիբանանահայերի մեջ եւ լսելու նրանց ողջավորությունները, նրանց քաջալերանքը թե հայտագրին, թե մեր արվեստին։ Այո։ Ինչպես դուք ասիք, որ այս անգամ կամ առաջին անգամ լալով Լիբանան եք եւ Եթե դերյակ եք, վստահ եմ շատ լավ դերյակ եք, որ Լիբանանի փեմերը հյուրընկալած են բազմավաստակ հայ արվեստագետներ։ Ինչ նշանակություն ունի ցեզի համար առաջին անգամ լալով ելույթ ունենա Լիբանանահայության նման արվեստասեր հասարակության առջև։ Արտիստի համար ցանկացած բեմ շատ պատասխանատու է եւ շատ կարեւոր։ Ինձ համար կրկնակի պատասխանատու է ելույթ ունենալ Լիբանանահայության առջև, քանի որ բավականին կիրթ են, քաջատեղյակ են մշակութային գրեթե բոլոր ժանրերին, հատկապես երգեցողությանը, նաև շատ մեծ ջերմությամբ եւ սիրով պետք է կատարեմ բոլոր երգերս, որովհետեւ ունեմ շատ լիբանանահայ ընկերներ, որոնք միշտ պատմել են Լիբանանի մասին եւ ես իրենց յուրաքանչյուրի մեջ տեսել եմ փոքրիկ Լիբանան, իրենց խոսքի, իրենց ապրելակերպի եւ իրենց կենցաղավարության մեջ, բայց առիթ չի ունեցել ցավոք, հիմա արդեն այստեղ եմ, Փառք Աստծո։ Այս անգամ ինչպես ասիք, պիտի գիսեք ասմունքի հետ։ Ասիք թե այս քաղաքարը ինչպես ծնավ, երբ որ արդեն Պարույր Սևակի 100-ամյակի տոնակատարություններու ծիրեններ, արդեն հայրենիքի մեջ դուք միասին, դուք եւ Դիգին Անի Սարաֆյան Եփրեմյանը ունեցած եք արդեն ելույթ։ Ինչ նոր շունչ կբերե խոսքի եւ երաժշտության այս միացումը։ Ինձ համար այս ֆորմատը առաջին անգամ չէ, որ պետք է անեմ, Հայաստանում եւս ունեցել եմ առիթներ ասմունքի եւ երգի միաձուլման, իսկ Անի հետ երկրորդ անգամ է, ինչպես նշեցի, շատ սպասում եմ, որովհետեւ ձևաչափը շատ հետաքրքիր է, ծրագրում կհնչեն բացառապես հայկական ստեղծագործություններ, երգացանկը բավականին մեծ է, կհնչեն սիրված եւ հայտնի երգեր եւ երկուսս էլ ելույթ ենք ունենալու Աստծո կողմից տրված ձայներով, ինքը խոսքի եւ ասմունքի միջոցով, ես արդեն երգի եւ կատարման միջոցով։ Ինչպես համատրվեցավ այս երգացանկը կամ երգացանկը համատրվեցավ ասմունքի հիման վրա կամ հագարակը։
Միասին ենք ընտրել դասավորությունը եւ թեմատիկ միաձուլումները կատարել է Անին ինքը։ Ես ներկայացրեցի երկացանկը ընդհանուր, Անին վերցրեց այն ստեղծագործությունները, որոնք ավելի մոտ էին իր գալիք ասմունքի ծրագրին եւ համադրեցինք եւ բավականին հարմոնիկ համարներ ստացվեց, որը մեծ ուրախությամբ պետք է ներկայացնենք։ Ինչը պիտի իշխե ավելի ասկային հայրենասիրական, սիրային, որ թեման ավելի պիտի իշխե Չորեքշաբթի երեգոյի այս ցերնարգին։ Մինչև որ պատասխանեմ ձեր հարցին, ասեմ, որ խորագիրը ընտրված է զարմանալի հայ, որը որ զարմանալի չէ, որ հայը զարմանալի է, որովհետև մենք աշխարհում ենք թողնում մեր հետքը արվեստով, կրթությամբ, մշակույթով, սպորտով, ամեն առումով եւ այս փոքրիկ հայտագրի շնորհիվ եւս փորձեցինք արտնացնել եւ վերածնունդ տալ մեր լիբանանահայ հայությանը Հայաստանի հայրենիքի հայրենասիրության թեմատիկայով երգերը հիմնականում կառուցված են հայրենասիրության եւ ազգայինի հիման վրա։ Այո։ Իսկ ինչպես է գործակցությունը հայրենի երգչուհի եւ սփյուռքահայ ասմունքողի միջեւ։ Ինչպես պետք է գարձեք, որ պետք է մնա փոխհարաբերությունները կամ մշակութային գործակցությունները սփյուռքի եւ Հայաստանի միջեւ։ Գիտեք, ինձ համար ամենակարևորը մարդկային գործոնն է յուրաքանչյուր փոխհարաբերություններում, իսկ Անին իր մարդկային որակներով շատ մեծ կշիռ ունի եւ իր հետ աշխատելը եւ հաճելի է եւ հետաքրքիր եւ հասկանում ենք իրար կես խոսքից եւ շատ լավ հարց ուղեցիք, մշակույթը կարևորագույն զենք է, որով պետք է պայքարել, իսկ մենք մեր զենքերը պատրաստ պահել ենք, որպեսզի թնդացնենք եւս մեկ անգամ հայրենիքի կարոտը, հայրենիքի կանչը, այն ամենը, ինչ վերաբերվում է մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին։ Այո։ Ձեր կարծիքով ուրեմն ինչը կգործեք, որ Չորեքշաբթի երեգոյի այս հայտակերը ամբողջական պիտի դարձնե։ Ինչ բանն է, որ ամբողջական պիտի դարձնե այս հայտակերը։ Միաբանությունը։ Շատ ճիշտ կսպասեի այդ պատասխանը։ Միաբանությունը, քանի որ ինչպես նշեցի, շատ շնորհակալ եմ մեր լիբանանահայ հայրենակիցներին, ովքեր բավականին խանդավառ են հայտագրի գալիքի ելույթի արդիվ զանգահարում են, գրում են, հետաքրքրվում են, իրենց ներկայությունն են ամրագրում եւ ապահովում։ Ես կարծում եմ դա ոչ այնքան հարգանք է ինձ եւ Անին կամ մեր մշակույթին, այլ բավականին մեծ պատիվ եւ ուրախություն է կիսելու այն ամենը, ինչը կապված է հայրենասիրության եւ հայրենիքի հետ, որովհետեւ մեզ առաջնահերթ կապում է մեր ազգությունը եւ հետո մշակույթը։ Այո, շատ ճիշտ։ Հասմիկ, անցնենք ինչ խոսենք ձեր երաժշտական ուղիի մասին։ Դուք ձեր երաժշտական ճամփան սկսակ Ռոմանոս Մելիքյանի անվան Էջմիածնի երաժշտական դպրոցներս։ Ինչպեսի շրջություններ կգաբեք այդ օրերը։ Իմ անցած ճանապարհը բավականին հետաքրքիր է, որովհետև երգել սկսել եմ դեռ շատ մանկուց։ Երաժշտական դպրոց ինձ տարավ հայրս, ձեռքիցս բռնած, եւ սովորեցի 5 տարի։ Իդեպ շատերի պարագայում մայրերն են միշտ եղել այդ մղիչ ուժը, իմ պարագայում հայրս է շատ, այո, ինձանով զբաղվել։ 5 տարի սովորելով Էջմիածնի թիվ 2-րդ երաժշտական դպրոցում վոկալի բաժնում մի շատ գեղեցիկ օր հերոստատեսությամբ տեսագովաստ, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտարարում է նախապատրաստական ընդունելություն եւ պահանջվում է 3 ստեղծագործություն եւ գնացի, որպեսզի ընդունվեմ երաժշտական դպրոցին զուգահեռ, դեռ չէի ավարտել։ Եվ ընդունվեցի նաեւ կոնսերվատորիայի նախապատրաստական բաժինը զուգահեռ երաժշտական դպրոցի վոկալի բաժնի։ Եվ այդտեղից սկսվեց արդեն փոքրիկ քայլերով հասա այնտեղ, որտեղ հասա։ Շատ լավ։ Ինչ դեր ունեցած են ձեր առաջին ուսուցիչները երաժշտական ձեր կազմավորման մեջ։ Ես միշտ նշում եմ իմ բոլոր հարցազրույցներում, որ ուսուցիչները դրանք մասնագիտական մայրերն են, մասնագիտական ծնողներն են, որոնք փորձում են տալ մեզ այն ամենը բավականին սուղ ժամանակահատվածում, որը իրենք կուտակել են տարիների ընթացքում։ Իրենց փորձը, իրենց ջանքը, իրենց սերը եւ նվիրումը մեր ապագայի հացն է, որը դառնում է մեր վաստակը, որը դառնում է մեր
կենսագրության կերտման կարևորագույն լույսը մեր ճանապարհին։ Այո։ Հասմիկ դուք եղած եք աշխարհի զանազան փեմերու վրա, Բելգիկա, Գերմանիա, ուր ասես եղած եք։ Որ փեմն է որ ձեր հոգի մեջ մեծ տրոշ մցկած է։ Բավականին դժվար է հարցը, որովհետև շատ բեմեր կային, որ տպավորել են ինձ, բայց կնշեմ երկուսը, առաջինը դա Վիեննայի Վիվալդի հոլ համերգասրահն է, որտեղ քեզ զգում ես դարերի շունչի ներքո եւ կարծես շուրթերը չեն երգում, այլ հոգիդ, որովհետև կարծես կոմպոզիտորների շունչը հոգին զգում ես թե նկարների մեջ, թե համերգասրահի մեջ եւ եւս մեկ ելույթ Ֆրանսիայի հարավում բացօթյա եկեղեցու բակում երբ որ ակապելա հնչում էր իմ կողմից Տեր Ողորմյան եւ շատ պատահական եկեղեցու զանգերը միաձուլվեցին իմ երգին եւ շատ տպավորված եմ եւ մինչեւ հիմա հիշում եմ այդ ելույթը Յուրաքանչյուր երկիր որ գճամփորտեք եւ ելույթ կուտակ ինչպես որ ասիկ յուրաքանչյուր դեր իր տրոշ մցկած կլա յուրաքանչյուր երկչուի հոգի մեջ կամ երկիչի արվեստագետի կլա նվակով լա երկով ժողովուրդը կամ հանդիսադեսը որ գուկա եւ կներգայանա ինչպիսի դարբերություն կսկակ հանդիսադեսերու միջև հանդիսադեսը օդեր հանդիսադես կամ հայ հանդիսադես կամ սպյուրքի հանդիսադեսը կամ սպյուրքը հայը կամ ինչպիսի դարբերություն կսկակ տեսեք հայկական գրեթե բոլոր գաղութներում Եվրոպայի ելույթ եմ ունեցած ու հանդիսատեսը մեծ հաշվով նույնն է մի քիչ պահանջներն են տարբեր եւ պետք է նշեմ հայ հանդիսատեսը բավականին քննադատ եւ պահանջկոտ է ինձ համար ավելի հեշտ է ելույթ ունենալ արտասահմանի հանդիսատեսի առաջ քան հայ որովհետեւ նախ նշաձողն է շատ բարձր եւ քննադատողները իրավունքի մեջ են շատ անգամ որովհետեւ սովոր են եւ ցանկանում են լսել բացառապես լավագույնը բայց եւ այնպես Գերմանացի հանդիսատեսներն են իրենց հերթին պահանջկոտ, ավստրիացի գիտեք նաև կախում ունի ծրագրից ինչ պետք է ներկայացնես օրինակ օտարասկի հանդիսատեսի համար եթե դու ներկայացնես քո ազգայինը, որը որ քոնն է, իրենց համար կլինի ընդունելի եւ սիրելի եւ մի քիչ էլ խորտ բայց երբ որ ներկայացնում ես համաշխարհային գոհարները Վերդի, Մոցարտ, Ռոսինի, Պուչինի, իրենց ականջին արդեն այդ ամենը շատ ծանոթ է եւ իրենք քո մեկնաբանությամբ ուզում են լսել ոչ թե մի փոքր թերի, այլ ավելի լավ, որ եւ դաջես քո արվեստը իրենց մեջ եւ չունենաս այն քննադատությունը, որը որ սпасելի է։ Որ ինչպես կվերապերի քննադատություններով հետ։ Գիտեք, այդ մեկը գլա, ցեզի ավելի կառուցողական։ Կարծում եմ յուրաքանչյուր մարդ, եթե ուզում է սովորել եւ աճել, պետք է պատրաստ լինի քննադատության, որովհետեւ երբ որ դու հասնում ես ինչ-որ մի որակի, դրան գալիս է սխալ մունքներով եւ յուրաքանչյուր ձախողում նոր հաղթանակի սկիզբ է։ Ես շատ առողջ եմ վերաբերվում քննադատություններին, կան քննադատություններ, որոնք հնչում են չարամտությունից ելնելով, իսկ մարդը հատկապես հասարակական գործիչ արվեստի մարդը չունի պակաս քննադատողների եւ կարծիք հայտնողների, որտեղ մեր արվեստը հանրային արվեստ է եւ մեզ լսում են պրոֆեսիոնալներից մինչեւ սիրողական մակարդակի հանդիսատես ունկնդիրներ, բայց ես ինքս վերաբերվում եմ շատ առողջ, որոնք տալիս են ինձ նոր բանալիներ գտնելու այն, ինչը որ չունեի այդ պահին։ Այո։ Իսկ այս միջազգային փեմերու վրա որ ելույթներ ունենաք եւ ինչպես ասիկ իրենք կսպասեն ավելի միջազգային ստեղծագործողներ ու գործեր լսել եւ այլն բայց որքանով դու պատասխանատու գլակ ներկայացնելու հայկականը այսինքն այդ մեկը արիդ պիտի չլա որ հայկական մշակույթը հայերաշտությունը ներկայացնենք օդարներուն ինձ համար մեծագույն պատիվ է մեր հայ կոմպոզիտորների գոհարները ներկայացնել միջազգային բեմերին եւ իմ գրեթե բոլոր մենահամերգների շրջանակներում գոնե մեկ կոմիտաս պետք է հնչեցնեմ։ Դա իմ մեծ առաքելությունն եմ համարում, անպայման գոնե կոմիտաս հնչեցնել, ասեմ որ ոչ միայն պատիվ է, այլ նաև առաքելություն,
եւ հետո դու գալիս ես այն մտքին, որ ոչ միայն պատմում ես քո երգով, քո ազգայինով երգի պատմությունը եւ ներկայացնում ես այն ինչ կա, նաեւ մոտեցնում ես, չէ՞ որ կան ունկնդիրներ, որոնք հետո հետաքրքրվում եւ կատարում են եւ հետաքրքրվում են ուղարկես ինձ այս նոտան, եթե ծանոթ են կամ կարողանում են կապվել, ես էլ եմ ուզում կատարել Բաբաջանյան, ես էլ եմ ուզում կատարել Կոմիտաս, ես էլ եմ ուզում կատարել հետաքրքրությունը գարթնա իրենց մեջ եւ անպայման գուզեն հոգեվոր շարականներից մինչեւ արյաներ, ռոմանսներ, որը որ պատիվ է, այո։ Հասմիկ, իսկ դուք մաս կազմեցիք նաեւ օպերա Viva Quartet-ի։ Ինչպիսի նորություն բերավ այդ մեկը ձեր ասպարեզին։ Իսկապես նորարարություն էր, ոչ միայն նորություն էր, նաեւ նորարարություն էր, մենք 4 ձայն էինք, բաս, տենոր եւ 2 սոպրանոներ, հետաքրքիր ձևաչափ ունեինք ընտրված, վերցնում էինք դասական մշակումները, օրինակ օպերային արիաներ եւ ներկայացնում էինք մեր մշակմամբ։ Բավականին մեծ ճանաչում ընդունելություն ունեցանք եւ հայրենիքում եւ հայրենիքից դուրս աշխատում էինք շատ մեծ վրա, սկսած ոճի առումով, վերջացրած ծրագրի ռեպերտուարի առումով 10 տարի հաստատուն գնում էինք առաջ, գրեթե 9 տարի մեր տեղն ունեինք հեռուստատեսային եթերներում, մասնավոր միջոցառումների, պետական եւ ոչ պետական միջոցառումներում ունեինք մեր Ինչ հապճակատակիրը ատկուած։ Մի փոքր հիմա դադար է, որովհետև ամեն մեկը զբաղվում է իր անհատական գործունեությամբ, բայց երբ որ կա այդպես կարևորագույն եւ լուրջ որևէ մի ներկանելու առաջարկ, միաբանվում ենք, փորձում ենք եւ շարժվում ենք առաջ։ Իսկ Թաթուլ Ալթոնյանի անսամբլի մեջ ինչ ծեվի փորձառություն ունեցաք այդ ոճի անսամբլի մեջ։ Թաթուլ Ալթոնյանի երգչախումբը նույնպես գեղեցիկ էջ է իմ կյանքում, որը տևեց կարճ, որովհետև ես փոխարինում էի կոնսերվատորիայի ուսումնառության ուսանողական տարիների ընթացքում, փոխարինում էի մեկ սոպրանոյի եւ ինձ էլ շատ հարմար էր եւ ավելի քան հետաքրքիր ունենալու իմ երգացանկում ժողովրդական մշակումներ եւ այդ 1.5 տարին ինձ տվեց բավականին շատ ջերմգույներ եւ հիշողություններ։ Ձեր ցայնային ոճին որևէ մեկ փայք վերավ կամ Երկացանկս ժողովրդական երգերի եւ մշակումների ավելացավ, կոլեկտիվի հետ աշխատանքը բավականին ինձ տվեց փորձ եւ հետաքրքիր էր աշխատել նաեւ այդ ձևաչափով եւ այդ ռեպերտուարում։ Իսկ միջազգային փեմերեն անգախ մրցութային փեմերը ինչ կսորվեցն են ցեզի ընդհանրապես երգիչին ինչ կուդան ինչ բանն է այդ մրցութային փեմը որ սովորական փեմը չսորվեցներ Մրցույթը արդեն բառը հուշում է, որ դու մրցում ես եւ պետք է ներկայանաս, եթե համերգային ընթացքում ներկայանում ես հավուր պատշաճի փորձում ես անել լավագույնը, մրցույթներում պետք է գերազանցես լավագույնն էլ, ինքդ քեզ պետք է հաղթես, նոր հաղթես կողքի մրցակիցներին։ Կերտում է քեզ որովհետև եւ կարող ես հաղթել եւ կարող ես պարտվել, կան եւ հարցունքներ, կան եւ ժպիտներ եւ մրցույթներն էլ ունեն իրենց տեղն ու նշանակությունը, բայց լինելով անկեղծ ասեմ, շատ մեծ նշանակություն պետք չէ տալ, որովհետև սպորտ չի ամեն դեպքում, արվեստ է եւ կարեւոր է որ դու ինքդ քեզ ճանաչես այդ շրջանակներում եւս ընդամենը։ Իսկ կալով հայ երգին Ինչ բանն է որ պիտի պահե հայ երգին հավերժությունը Ինչպես կրնանք պահել հայ երգը Հայ երգը կարող ենք պահել ազգայինի գիտակցությամբ հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումով եթե չիմանաս դու ով ես դու չես կարող անել այն ինչ որ պիտի անես պետք է ճանաչես արմատներդ եւ պետք է կարողանաս պահել այն ինչը որ պետք է պահես կռվես քո իսկ խրամատում որովհետև ինչպես նշեցի զրույցի սկզբում մշակույթը եւս ունի զենքեր որով պետք է պաշտպանես քոնը ազգային իսկ ինչ խորհուրդ կրնակ տալ մեր երիտասարդության որ այսօր ուզեն իրենք ալ բռնել հայ երգի կամ երաժշտության ջամփա չերքել միայն երգելու համար
երկել կամ նվագել, զբաղվել այն տաղանդով, որ իսկապես ունես, իսկ տաղանդները դրանք մեզ տրվում են վերից եւ հաստատվում եւ զարգանում են աշխատասիրությամբ։ Կարող եմ հստակ նշել, որ տաղանդը ոչինչ է առանց աշխատասիրությամբ եւ աշխատասիրությունը ապարդյունը, եթե չկա տաղանդ։ Այս երկուսի միաձուլումից կստանաս աշխատանք, լավ մտածեն, որովհետև արվեստի ճանապարհը այնուամենայնիվ որքան էլ հաճելի է, ունի իր փշերը։ Այո, եւ ուզում եմ, որ գալով այս մասնագիտությանը սկսեն հենց այդ ինքնաճանաչողությունից, որովհետև միշտ կարող ես երգել օտարը, միջազգային արտասահմանյանը, բայց պետք չէ մղել հետ եւ մոռանալ որտեղից ես եկել եւ ուր ես գնում իբրև հայ։ Այո։ Ես շատ վստահ եմ, որ Չորեքշաբթօրվա համերգը շատ գեղեցիկ համերգ մբիդելա, այս ասմունքի եւ երկի միացումը։ Ինչ կուզեք փոխանցել դուք Լիբանանահայ հանդիսադեսին ձեր ելույթի նախորյակին։ Նախ շատ շնորհակալ եմ ձեզ գեղեցիկ եւ ջերմ եթերի համար, փոխադարձաբար ես էլ վստահ եմ, որ դուք ձեր եթերով շարունակական արթուն եք պահում հայ համայնքի ոգին եւ շատ ուրախ եմ, որ ռադիոկայանը այս ռադիո եթերը ներողություն տեղեկացնում է, իրազեկում է, արթնացնում է շատ կարևորագույն հայտագրերի համար մեր հայությանը եւ միաբանում է իր ձևով։ Կուզեմ հորդորել, որ նորից եմ ասում, ներկա լինել ոչ թե կատարողների համար, այլ միաբանության համար, եւս մեկ անգամ վերապրելու այն էմոցիաները, այն զգացողությունները, որը որ տվել է մեզ այն կոմպոզիտորները, որոնց ստեղծագործությունները կհնչեն, եւ առիթից օգտվելով շնորհակալ եմ ինչպես ձեզ եթերի համար, այնպես էլ Անի Եփրեմյան Սարաֆյանին եւ բոլոր կազմակերպիչներին եւ բոլոր մեզ թիկունք լինողներին համերգի հայտագրի կայացման համար, իմ այստեղ գտնվելու համար, հուսամ ամեն բան կանցնի այնպես, ինչպես որ մենք ակնկալում ենք։ Այո, ցեզի հաջողություն կմաղթենք, անգամ եւս հիշեցնենք, ուրեմն զարմանալի հայ խորակիրով այս ցերնարկը որտեղի պիտի ունենա Շորեքշաբթի 26 նոյեմբերի երեկոյան ժամը 8:30 Հակոբ Տեր-Մելքոնյան թատերասրահի մեջ։ Ներհյուրներ հարկելի ունգընտիրներ հայրենի սոպրանո Հասմիկ Արությունյանը, բարի եկած եք Հասմիկ։ Մենք մեր հայտակրին առաջին բաժինը պիտի փակենք, ունգընտրելով ձեր երգերեն մեկը։ Շնորհակալ եմ։